ինչ է կարծում, որ ամեն դեպքում կարմիր գծեր են հատվում։ Ես կարծում եմ, որ իմ կարծիքը շատ քիչ կտարբերվի նախկինում հնչած կարծիքներից, որ մենք չենք քննարկում իրականության լինել չլինելը, այսինքն այդպես բան կա թե չկա, այլ քննարկում ենք իսկ արժի դրա մասին բարձրաձայնել, թե չարժի բարձրաձայնել, երբ որ խոսքը գնում է հարգանքի, երբ որ խոսքը գնում է հավատքի մասին, երբ որ խոսքը գնում է հոգու մասին, ես կարծում եմ մենք պետք է քննարկենք դες բան եղել է, թե չի եղել, դες բան կա, թե չկա, ոչ թե քննարկենք դա ասել պետք էր կամ ասելու ձևը ճիշտ էր, թե ճիշտ չէր, ամեն մարդ օրինակ ես էլ եմ շատ բավականին այդպես կտրուկ հայտարարություններ անում, ես իմ ձևն ունեմ, ուրիշ մարդ իր ձևը ունի, դա արդեն հայոյանքով չեք ես չեմ կարծում, որ բանի մեջ հայոյանք ա եղել, այդ հայոյանք բառը, օրինակ հայոյանք եղել է ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմադիր падգամավորներից մեկի կողմից հայոյանքը կոնկրետ բնորոշում է, հայոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է։ Ինչպես կբնթաբերեք Փաշինյանի Դոմփել բառը։ Ինչու՞ չեմ կրկնել։ նորմալ կամ հայոյախառն արտահայտություն չի եւ չի։ Ես կրկնում եմ, հայոյանք բառը ունի իր բացատրությունը։ Մեկ-մեկ ասեմ շատ մարդիկ իմ ընկերներից ասում են, որ իմ խոսքը, որի մեջ որևիցե բան չկա, բառ չկա, որը կարող է որպես հայոյանք ընկալվել ինչ-որ կողմից, շատ ավելի ցավոտ եւ վիրավորական կարող է հնչել, քան դե ասում եմ, ամեն մարդ իր ձևը ունի արտահայտվելու, եւ իր ճիշտ ձևով գտնում եմ որ պահին թե ինչ ասի, ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք իսկ բովանդակությունը ինչի չենք քննարկում, որովհետև մենք սիրում ենք, այսինքն մենք սիրում ենք ձևը քննարկել, այսինքն լավ ձևը քննարկեցինք, անցանք գնացինք, ձևը քննարկեցինք, ինչ որ մեկին դուր եկավ, ինչ որ մեկը չեմ հիշում ռեպորտաժներ փողոցում հարցում արեցին, ասես դե չէ, ես չեմ տեսել, ես իմ կարծիքը ասեցի, լավ անցանք դրա մեջ, դա ճաշակի խնդիր է, հա։ Բովանդակության հետ կապված դուք որպես լրատվամիջոցներ, ներողություն, դուք որպես լրատվամիջոցներ, արդեն որերորդ օրն է Հայաստանի Հանրապետության ղեկավարը հարցում է անում հրապարակային եւ ուզում եմ հասկանալ որևիցե մի լրատվամիջոց արդյոք փորձել է հասցեատիրոջից հետաքրքրվել իրենք այդ հարցի պատասխանը ունեն, թե այդ հարցի պատասխանը դες լռելու են եւ ձևանան Բայց հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք որովհետեւ թույլատրելի չի եւ դերավարության մեջ Համադրությամբ նախ եւ առաջ հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, դա մեկ։ Դե արդեն դարավ իրավական ինչ-որ բան։ Հետո Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն շատ առավելություններ է տալիս եւ վերջի վերջո կարծում եմ վարչապետը դրա մասին խոսել եւ բացատրել է, ինքը ասում է ես որպես հավատացյալ մարդ, որպես մարդ ում համար հայ առաքելական եկեղեցին սրբություն է, որպես մարդ ում համար հայոց կաթողիկոսը մեծագույն արժեք է, ես պետք է որպես հավատացյալ դրա մասին իմանամ։ Ինչի օրինակ բոլորը որ իրենց իրավունք կարող են վերապահել, օրինակ հետաքրքրվել ով վարչապետի ենթադրենք խոսում են վարչապետը ամուսնացած չի եւ այլ այսօրվա իրողությունն է դա դե լրագրողների մասին մենք չենք խոսում ես խոսում եմ դուք ում եք ամուսնացած չենք խոսում անձնական կյանքից որովհետեւ բացատրեմ չէ լրատվամիջոցների պրետենզիա չկա Էջմիածնի այսպես մասնակցում է 7 տարի առաջ որովհետև տեղի ունենում են ինչի մասին ես բազմիցս ասել եմ անցնում են հակառակ կողմը անցնում է գծեր եւ երբ որ դու օրինակ ազգային ժողովի նիստերում դահլիճում խոսում ես կոռուպցիայից եւ փորձում ես իշխանությանը մեղադրել կոռուպցիայի մասին իշխանական падգամավորը խոսում է ասում է բայց չէ որ դուք այսքան միլիոնի փող եք թալանել եւ պատասխան է տալիս երբ որ դու մտնում ես ինչ որ մեկի անձնական կյանքի մեջ մարդիկ նույն ձևի այսինքն այդ հետևել թե տեսեք էլի մենք փոխանակ նյութով զբաղվենք հետևում ենք արժի տենց ասել թե չարժի ասել իհարկե ամեն մեկը իր համար իր գիծը գծում է հիմա ես ասում եմ որ
Բովանդակությունը, Ձեզ ինչ է տալու, որ իմացան կաթոլիկոսը զավակն է։ Ուրեմն հարցին պատասխանը։ Ինչ գիծ է եկեղեցին հատել, որ ասում եք գծեր են հատվել։ Ինչ գիծ է հատել։ 21-ի Լսեք, ամենահետաքրքիրը գիտեք որն է, ես չեմ խոսում նրա մասին, որ եկեղեցին որոշել է, ոչ թե որոշել է, այլ արդեն բացահայտ է հայտարարել, որ ինքը կուսակցության դեր է իր վրա ստանձնել, չեմ խոսում Բագրատ Սրբազանի մասին, չեմ խոսում, գնացեք դրանից նույնիսկ դրանից հետո Աճապարյան, հա, ճիշտ եմ ասում, Աճապարյանի մեկնաբանությունները նայեք, ասածները նայեք, վարչապետի հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները եւ անձնական որակումները նայեք, ընտանիքի վերաբերյալ անձնական բաները նայեք, այդ ինչ եք այն մի մասը տեսնում, այն մի մասը չեք տեսնում։ Չեմ հասկանում։ Սիմոնյան վարչապետը մի գրառում է լերարել։ Հակասում եք, որովհետև նախ ասում եք, որ որպես քրիստոնյա, հա, մտահոգված եկեղեցու արժեքներով մենք այդ հարցը բարձրաձայնում ենք, արդյոք խախտել են կուսակրոնության ուխտը, եւ հետո հաջորդ նախադասությունը կամ մի քանի նախադասություն այն կողմ ձեր խոսքն այն մասին է, որ իրենք կարմիր գծեր էին հատել քաղաքականությամբ, են զբաղվում դրա համար հակասություն չկա, հակասություն չկա, անգեր։ Հետևյալն է, որ մարդիկ, ովքեր որ իրենց վրա վերցնում են ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու եւ այդ բարոյականության, հոգևորության, ինչպես նաեւ հարգանքի վրա կառույցը առաջնորդելու, իրանք պետք է հասկանան, որ այն հայտնի արտահայտություն կա, չէ, ասուդիկտո, իսկ դատավորները ովքեր են, այսինքն այն մարդիկ, որոնք որ եկեղեցու բակում, օրինակ Սուրբ Աննայի բակում քաղաքական միտինգներ են անում եւ հայրանքներ եւ վիրավորանքներ են հնչեցնում Հայաստանի Հանրապետության գործող եւ ընտրված իշխանությանը։ Հա, այդ մարդիկ պետք է հասկանանք այդ մարդիկ ովքեր են։ Այդ մարդիկ ինչ են տենց իրանց իրավունք վերականգնում։ Վերջի վերջո նորից եմ ասում, եկեք հայտարարենք, թող հայտարարեն, որ այլևս դա ձեզ ինչ է տալու, որ իրենք պարզապես զավակ ունեն։ Ես ներողություն եմ խնդրում, այսինքն ես եկեղեցու հետ կապված, որպես քրիստոնյա մարդ, որպես մարդ, որը որ հավատ ունի, որևիցե ձևով չեմ կարող որևիցե բան ասել եւ հասկանալ, թե ես այդ ինչի եմ գնում, ինչ եմ այդ մարդկանց, օրինակ չգիտեմ, մարդիկան ձեռքն են համբյուրում։ Հիմա ուզում հասկանամ այդ ձեռքը այդ դրանից առաջ որտեղ էր։ Արժի այդ ձեռքը համբյուրել, թե չարժի այդ ձեռքը համբյուրել։ Սիմոնյան օրինակ Ուրեմն հասկանամ, կարելի է իմանալ, թե չի կարելի է իմանալ դա։ Չէ, եկեք հասկանամ։ Լավ, այն մարդը, որ պատվիրաններից է խոսում, որ ինձ է քննադատում, ուրիշ մեկին է քննադատում, որ խոսում է երկրի բարոյական եւ քաղաքական ապագայի մասին։ Բայց չիմանանք այդ մարդիկ, այդ լավ ոնց հալնում, որ ուրիշներին կարելի է, մյուսներին չի կարելի։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե նրանք վարչապետի հրաժարականը չպահանջեն, իշխանությանը չքննադատեին, դուք այս հարցը առաջ չեք երբ էին պահանջել։ 21-ին չէ, ավելի շուտ, պատերազմից հետո։ Հիմա որ թիվն է։ Բա հիմա ինչ եղավ, պարոն Սիմոնյան։ Հիմա ինչ եղավ, պարոն Սիմոնյան։ Ասացի արդեն, Շուրգ ջան, Դե քանի դուք ասում եք Բագրատ Սրբազանի ակցիաներն եք, որն էլ անցած տարի էր եղել, այսինքն ինչ է ամենասկզբից, այն սկզբից ասածս չլսեցի։ Ասացիք Աջապահյանի հայտարարությունը։ Չէ, ասացի, որ մարդիկ մտնում են մի դաշտ եւ փորձում են այնտեղ լինել եկեղեցականներ որոշ, եկեղեցին, նախ եկեղեցին ունի բազմաթիվ պարկեշտ եւ հարգանքի արժանի մարդիկ հենց ներսում։ Ես այդ մարդկանց անունները, եթե պետք է լինի, նույնիսկ կբարձրաձայնեմ, թող պատասխանեմ, հարցս տվե, մի ընդհատի, թող պատասխանեմ։ Երկրորդը, տարանջատեք եկեղեցին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցում ծվարած որոշ բիզնեսմեններին եւ որոշ եկեղեցական կանոնները խախտած մարդկանց։ Դրանք տարբեր բան են։ Այսօր շատ դրատվականներ գրում են հայ առաքելական եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ, ով փորձի ոտնձգություն անի, ես եւ իմ բոլոր ընկերները առաջինն են կանգնած այդ որպես պաշտպան անհատներին նույնացնում են եկեղեցու հետ, որը ի դեպ մեղ կա, անհատը ու եկեղեցին ենք տարբեր բաներ են, ինչ որ մարդիկ ասում են ես ինչ մարդուն չեմ թողնելու եկեղեցի, դու ով ես որ հայ առաքելական եկեղեցու հետևորդին չթողես, մտնի ինքը եկեղեցի, դու ծառա ես, իրանք սուս մնա, չկգնամ հենց հիմա, եթե մյուս անգամ ընդհատեցիր, այդ մարդիկ ծառաներ են, իրանք պետքա ծառայեն
այն մարդկանց, ովքեր որ հավատացել, իրանք ծառա են, ծառայից բացի իրանք ոչ մեկ են անկախ նրանից թե հաշիվներին ինչքան փող ունեն, Երևանի կենտրոնում, Էջմիածնում ինչքան գույք ունեն։